Բարի լույս սիրելիներս, Տեր Հայր, Աստվածաշնչում քանի տեսակ հարության մասին է խոսվում։ սիրելիներս, Սուրբ գրքում խոսվում է երկու տեսակ հարության մասին։ Առաջին հարությունը հոգևոր հարությունն է, իսկ երկրորդ հարությունը մարմնավոր հարությունն է։ Մենք մարմնավոր հարության մասին արդեն խոսել ենք, հիմա փորձենք խոսել հոգևոր հարության մասին։ Պարզեցնելու համար ասեմ, որ հոգևոր հարությունը նույն ինքը ապաշխարությունն է, մեղքի կյանքից հրաժարվել, դարձնել Քրիստոս եւ ապրել։ Պողոս Արաքյալը մեղքի կյանք ապրող մարդուն կոչում է մեռածներ, հոգևոր մեռածներ։ Պողոսը նամակին ասում է դուք որ հոգևորապես մեռած եք մեղքի պատճառով։ Իսկ մեր Փրկիչը մեռել է համարում նրանց, ովքեր հրաժարվում են լսել իր ձայնը եւ հետեւել իր պատվիրաններին։ Հովհաննես ավետարանի մեջ Տերն ասում է. «Կգա ժամանակ, որ արդեն իսկ եկել է, երբ մեռները կլսեն Աստծո որդու ձայնը եւ կապրեն»։ Հովան Ոսկեբերյան հայրապետն ասում է, այստեղ խոսքը ոչ թե մարմնավոր հարության մասին է, մարմնավոր մեռների մասին է, այլ հոգևոր մեռած մարդկանց մասին։ Մեկ ուրիշ տեղ ասում է արթնացիր մեռելությունից, ով քնած մարդ, այսինքն մեղքի մեջ ապրող մարդը նաև հոգևոր մեռելության մեջ ապրում է։ Անառակ որդու պարագային ինչ է ասում, այս մարդը, որ կորած էր, գտնվեց, մեռած էր, կենթանացավ, այսինքն մեղքի կապ, մեղքի կյանք ապրող մարդը Աստծո համար կորսված ու մեռած է։ Երբ որ դարձ է ունենում մարդը, այն ժամանակ կենթանանում ու ապրում է։ Ծննդոց գրքի մեջ ինչ ենք կարդում։ Տերն ասաց Ադամին ու Եվային. եթե այդ ծառի պտղից ուտեք, կմեռնեք։ Բայց մենք տեսնում ենք, որ երբ որ նրանք պտուղը կերան, նրանք չմեռան։ Ուրեմն այստեղ խոսքը հոգևոր մահվան մասին էր, որ հոգևորապես մահացան։ Իսկ Հռոմեացի նամակի մեջ Պողոս Արաքյալն ասում է, որ մեղքի վարձը մահն է, այսինքն հոգևոր մահը։ Երբ որ մարդը մեղքի պատճառով մեռնում է Աստծո համար, ուրեմն ինչ է պետք անել, որպեսզի մենք կարողանանք հարություն առնել։ Նախ հոգևորի պետք է հարություն առնենք, հետո որպեսզի հարություն առնենք մարմնապես։ Հովհաննես ավետարանի 5-րդ գլխի մեջ Հիսուս երկու անգամ խոսում է այդ մասին, թե հոգևորի, թե մարմնավորի մասին։ Առաջինը 5:25 համարի մեջ ասում է. կգա ժամանակ, որ արդեն իսկ եկել է, երբ մեռները կլսեն Աստծո որդու ձայնը եւ հարություն կառնեն։ Իսկ շարունակության մեջ ասում է. կգա ժամանակ, որ բոլոր գերեզմանները կբացվեն, բոլոր մարդիկ դուրս կգան, նրանք ովքեր բարիք են գործել, կապրեն հավիտենական կյանքով, իսկ նրանք ովքեր որ մեղք են գործել, չարիք են գործել, հարություն կառնեն դատապարտության համար։ Այս փոքրիկ հատվածի մեջ Հիսուս խոսում է եւ հոգեվոր հարության մասին, եւ մարմնավոր հարության մասին։ Շատ կարեւոր է սիրելին, որպեսզի մարդը կարողանա լսել Տիրոջ ձայնը, հոգևոր հարություն առնել, ապաշխարության կյանք ունենալ, հրաժարվել մեղքից, մեղքի քնածությունից, մեռելությունից արթնանալ, որպեսզի հոգևոր արթնության միջոցով մենք հարության ժամանակ կարողանանք մարմնավոր հարություն առնել եւ ինչպես Տերն է ասում, եթե բարիք ենք գործել, հավիտենական կյանք ունենանք։ Առանց հոգևոր հարության, ուրեմն չկա մարմնավոր հարություն եւ չկա հավիտենական կյանք։ Թող Տերը բացի մեր ականջները, բացի մեր աչքերը, մեր ձեռքերը վարժեցնի բարիք գործելուն, նրան լսելու, որպեսզի մեղքի մեռելությունից արթնանանք, մեռած ենք կենթանանանք, որպեսզի հավիտենական կյանքի մեջ Տիրոջ ներկայությունը վայելենք մեր հարության շնորհիվ։